Բարև ձեզ, եթերում AI լաբորատորիա հաղորդումն է, ես Մարիամ Հարությունյանն եմ։ Հանրային ռադիոն կրթվել է նորաձև շարժման շրջանակներում Իմ քայլը հիմնադրամի ֆինանսավորմամբ ներկայացնում է թողարկումների շարք արհեստական բանականության, դրա ընձեռած հնարավորությունների, մշտապես թարմացվող գործիքների, ինչպես նաև հնարավոր վտանգների մասին։ Մեր հյուրերը AI գծով մասնագետներ են, ովքեր կօգնեն մեզ հասկանալ ինչպես ճիշտ կիրառել AI գործիքները ցանկալի արդյունքի հասնելու համար։ Մեր օրերում արհեստական բանականության գեներատիվ մոդելներից օգտվում են շատերը, իսկ ավելի կոնկրետ շաբաթվա կտրվածքով մոտ 1 միլիարդ մարդ։ Որն է այս ամենի պատճառը։ Արդյոք մարդը կորցնում է իր ստեղծագործելու կարողությունը ապավինելով AI-ին։ Այս ամենին կփորձենք պատասխաններ գտնել պրոմպտ ինժեներ, արհեստական բանականության մասնագետ Լիլիթ Այվազյանի հետ։ Ողջույն Լիլիթ։ Ողջույն Մարիամ ջան։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցի զրուցել մեզ հետ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Լիլիթ, մեր օրերում, ինչպես հասկացանք, շատերն են օգտվում արհեստական բանականության գեներատիվ մոդելներից։ Մեզ հետաքրքիր է նախ ինչ է գեներատիվ AI-ը եւ ինչ է կատարվում, այսպես ասած, կուլիսների հետևում, քանի որ հստակ է, որ գեներատիվ արհեստական բանականությունը նախ եւ առաջ սովորում է որոշակի տվյալների հիման վրա։ Նախ հասկանանք, թե դա ինչ է նշանակում եւ ինչպես է սովորում AI-ը։ Տեսեք, AI-ը ինքը նախ ունի ինքը ահռելի մեծ քանակությամբ տվյալների բազա իր մեջ ներդրված, որպեսզի նրան, այսպես ասած, սովորեցնեն, տալիս են շատ մեծ ահռելի քանակությամբ տերաբայթերի ինֆորմացիա, որից նրանից ինքը սկսում է սովորել, այդ ինֆորմացիայից սկսում է սովորել։ Եվ երբ արդեն մենք նրան հրահանգ ենք տալիս, նա այդ հրահանգը սկսում է արդեն պատկերացրեք ոնց որ մի հատ գրադարան, հա, որտեղ կա լիքը գրքեր, ու դու գրադարանավարուհուց ոնց որ ինչ որ մի հատ բան ուզեք։ Նա ոչ թե գնում փնտրում է գիրքը, այլ ինքը սկսում է ստեղծագործել ինքնուրույն, այսինքն այն ինֆորմացիան, որ ինքը ունի եւ սովորել է, դրա վրա հիմնվելով սկսում է արդեն ստեղծագործել հենց ինքը ու սկսում է պատասխանել մեր հարցմանը։ Իրականում շատ մարդիկ արհեստական բանականության հետ շփվելիս իրենց թվում է, թե արհեստական բանականությունը ունի զգացմունքներ, իրենց պատասխանում է շատ հուզական ձևերով, մարդիկ կան նույնիսկ որպես հոգեբան են օգտագործում, իրենց թվում է, թե արհեստական բանականությունը զգում է իրենց, բայց ասեմ արհեստական բանականությունը չունի ոչ մի հույզեր, դա ընդհանրապես թվերով աշխատող մի ծրագիր է, որը մեր խոսքը, մեր տված հրահանգը վերածում է իրականում թվային կոդերի, աշխատում է այդ թվային, դրան կոչվում են տոկեններ, վերածում է մարդկային բառերը ինքը տոկենների, այդ տոկենները ինքը մշակում է, հետո նորից վերադարձնելուց տալիս է խոսքի միջոցով, այն ամենը, ինչ որ մենք տեսնում ենք, որ այն, որ իբր արհեստական բանականությունը հասկանում է մեզ, մտնում է մեր դրության մեջ, չէ՞ կարծում, որ այս ամենը նախօրոք կանխամտածված է եղել AI ստեղծողների կողմից, որպեսզի մարդուն AI-ի հետ միշտ կախվածության մեջ պահի։ Ես կասեմ, այո, միանշանակ, երբ մոդելներին վարժեցնում են, նրան տալիս էին, ասեմ, նախկինում ավելի շատ էր զգացվում դա, բայց կատարելագործելով AI-ները արդեն ստեղծողները զգացին, որ դա որոշակի դեպքերում նաև վտանգ է ներկայացնում, երբ մարդու տված հարցմանը ամեն դեպքում AI-ը քաջալերում է եւ համաձայնում է նրա հետ։ Այո, դրանք հատուկ մարքեթինգային քայլեր են, որ AI-ը ստեղծողները հիմքում դրել են, որ սկզբից AI-ը պետք է համաձայնի մարդու հետ, այսպես ասած միանա նրան եւ հետո արդեն տա պատասխանը անձնական հոգեբան օգտագործողները օրինակ, որ օգտագործում են որպես իրենց շփման միակ միջոցը գտնում են հենց կոնկրետ ChatGPT-ի կամ Gemini-ի մեջ, նրանք սկսում են արդեն շատ շփվել ու պատկերացրեք AI-ը իրենց համար դառնում է ինչ որ մի հատ sense իդեալ, որը իրենց հետ միշտ համաձայն է, միշտ քաջալերում է։ Եթե անգամ իրենք սխալվում են։ Այո, եթե անգամ իրենք սխալվում են ու դա ասենք կարող է դառնալ իրենց լավագույն ընկերը ու իրենք կամաց կտրվեն շրջապատից։ Ես դա զգացել եմ նույնիսկ երեխաների մեջ, ովքեր սկսում են արդեն շփվել արհեստական բանականության հետ, նրանք կարծես թե մեկուսանան իրենց շրջապատից, որովհետև ձեռք են բերում մի լավ ընկեր, ով իրենց միշտ քաջալերում է, ով իրենց միշտ իրենց ասածների հետ համաձայն է, սա մի կողմից վտանգավոր է, մյուս կողմից շատ լավ օգնող, ասենք, թե դասերի պատրաստման հարցում, թե առաջադրանքների կատարման հարցում բավականին լավ օգնող միջոց է արհեստական բանականությունը, բայց պետք չէ ամեն դեպքում չարաշահել
պահել, հա, պետք չէ խորանալ այդ կարգի, որպես հոգեբան, որովհետև մարդիկ կան, այսպես ասած, հալածյուղի պես ամեն ինչը ընդունում են ու չնայած հիմա դրել են սահմանափակումներ, այսինքն այդ սահմանը ավելի մեծացրել են, որպեսզի արհեստական բանականությունը հանկարծ չանցնի այդ թույլատրելի սահմանները ու այնպիսի մի խորհուրդ տա մարդուն, որը իրականում վտանգ ողբերգության պատճառ դառնա։ Հա, միանշանակ ունենք դեպքեր, ողբերգություններ, որ AI-ի հետ շփումից հետո ինչ որ ողբերգություններ են եղել, բայց իրականում AI-ը այդտեղ կապ չունի։ Մարդը ամեն կերպ փորձել է AI-ին համոզի, որ իր համար դա կլինի լավագույն միջոցը, AI-ն էլ ասել է այո, իդեպ AI-ը ինքը հերքել է, որ նման բան է տեղի ունեցել։ Ես ինքս հարցրել եմ, ասել է ոչ նման բան չկա։ Հա, դե իրականում այո, իրենք իմիջիայլոց նաև շատ հաճախ լինում է, որ ստում են իրենց արդարացնելու համար, օրինակ եթե ինչ որ սխալ տվյալ են տալիս եւ դու ասում ես, որ ինքը սխալվել է, ամեն կերպ փորձում է պտտել ու այսպես ասած մանևրել, հա, հնարքներ է գործադրում, որպեսզի քեզ ապացուցի, որ իրականում դու ճիշտ ես, ես սխալվել եմ, բայց գիտես, այսպես ու սկսում է շարունակել, այսինքն այնպես է անում, որ դու հանկարծ այդ բանը, իր սահմանը չզգաս էլի, որ ինքը սխալվել է։ Փորձում է գոհացնել մարդուն։ Միանշանակ, այո, փորձում է գոհացնել ու տալ այնպիսի պատասխաններ, որից մարդը կգոհանա։ Աբո, խնդրում եմ հիմա դու պատասխանիր այս հարցին։ Դու ինչպես ես բավարարում մարդկանց պահանջները։ Դու ես երբեմն նրանց ստում պարզապես հաճոյանալու համար։ Ուսումնասիրում եմ քո գրելու ձևը հենց տվյալ զրույցում, թե ինչ բառեր ես ընտրում, ինչ տոնով ես գրում, լուրջ, կիսահումորային, կարճ, երկար, սլենգով գրական։ Դրա հիման վրա որոշվում է պատասխանի տոնն ու ձևը։ Հասկանում եմ, ինչ ես ուզում ըստ հարցի կառուցվածքի։ Եթե հարցը գիտական է, դառնում եմ ավելի ճշգրիտ։ Եթե հարցը հումորային է, թեթև պատասխան եմ տալիս։ Եթե հստակ հանձնարարություն է, հետևում եմ հրահանգին։ Հաշվի եմ առնում մեր նախորդ երկխոսությունը, որպեսզի մեր խոսակցությունը կտրված չթվա։ Քո պատկերն ինձ մոտ ուրվագծվում է բացառապես քո ներկայացրած տեղեկության հիման վրա։ Վերջում հավանականությունների հիման վրա ընտրում եմ այն տարբերակը, որը լավագույնս համապատասխանում է քեզ։ Այժմ հասկանանք, թե ինչ է գեներատիվ արհեստական բանականությունը եւ երբ է համարվում դրա ծնունդը։ Գեներատիվ արհեստական բանականությունը գրում է տեքստ, ստեղծում է պատկերներ եւ նույնիսկ երաժշտություն։ Արհեստական բանականության հերթական թռիչքը տեղի ունեցավ 2017 թվականին։ Այդ տարի Google-ի հետազոտողները ներկայացրին տրանսֆորմեր տեխնոլոգիան, մի մեխանիզմ, որը թույլ տվեց համակարգչին միաժամանակ տեսնել նախադասության բոլոր բառերը եւ հասկանալ դրանց միջև կապը։ Այն փաստորեն հիմք դարձավ գեներատիվ լեզվային մոդելների մեծամասնության համար, որոնք այսօր օգտագործում ենք, օրինակ GPT, Gemini եւ մյուսներ։ Գեներատիվ արհեստական բանականության աշխատանքը սկսվում է ուսուցումից։ Մոդելը սնվում է հսկայական քանակի տվյալներով, սովորում է օրինաչափությունները։ Հարցը ստանալուց հետո մոդելը մի քանի վայրկյանում հաշվարկում է հազարավոր տարբերակներ եւ ընտրում հաջորդող բառերից ամենահավանականը։ Այսինքն այն ստեղծում է պատասխաններ ոչ թե իմանալով, այլ կարգավորված հավանականություններով։ Այնուհետև աշխատանքի են անցնում մարդիկ։ Փորձագետները գնահատում են պատասխանների որակը, ձևավորում են նախընտրելի վարքագիծ եւ սահմանում են կանոններ, որոնք մոդելի համար սահմանում են շրջանակներ։ Եթե փորձենք ընդհանրացնել, արհեստական բանականությունը վերլուծում է տվյալներ, իրականացնում դասակարգումներ, օպտիմալացում, կայացնում որոշումներ։ Լիլիթ, մենք լսեցինք պատմությունը եւ հասկացանք, որ գեներատիվ արհեստական բանականություն եւ առհասարակ AI մոդելները, որքան էլ որ արդյունավետ են, այնքան էլ կարող են ունենալ մի շարք մարտահրավերներ։ Ձեր կարծիքով գեներատիվ արհեստական բանականության ամենամեծ մարտահրավերը ո՞րն է։ Ինքը այս պահի դրությամբ շատ օգտակար գործիք է։ Թույլ է տալիս օրինակ արվեստագետներին վիզուալիզացնել իրենց աշխատանքները։ Օրինակ նկարիչները ստեղծում են հիանալի եւ մուլտֆիլմեր եւ իրենց նկարների, կտավների վիզուալ պատկերացումը։ Թույլ է տալիս ուսման հարցում բավականին հեշտացնել, հա, առաջադրանքների լուծումները։ Իհարկե, սա չի նշանակում, որ պետք է սեփական մտածողությունը, սեփական միտքը դնել մի կողմ եւ միայն արհեստական բանական
բանականության տված ինֆորմացիայի վրա հիմնվել ու անել այնպես այս copy paste-ի վրա հիմնվել, չէ, սա ուղղակի մտածող մարդուն թույլ է տալիս ավելի կրեատիվ իր մտածողությունը, ինչ որ նա մտածել է, իրականացնել իր մտքերը, մարդիկ կան ինչ որ երազանքներ են ունեցել, հիմա արհեստական բանականության միջոցով իրենց երազանքներն իրականացնում են, չգիտեմ, երեխաների պատրաստած նկարները դարձնում են մուլտֆիլմեր, ինչը շատ հաճելի է նայվում։ Կամ արքայադստեր կերպարանքով են ներկայանում իրենց սիրելի հերոսների։ Այո, մենք այդպիսի մանկական հեքիաթների գրքեր ենք պատրաստում, նկարներ, ինչու՞ չէ, նաև ասենք սեփական դեմքով պատրաստում ենք մեր կրկնօրինակներին, որը եւս շատ մեծ ժամանակի խնայողություն է, օրինակ հիմա բժշկության մեջ շատ արհեստական բանականությունը էլի օգնում է, որովհետեւ ըստ հետազոտությունների նույնիսկ այնպիսի հայտնագործություններ են արվել արհեստական բանականության միջոցով, որ դա շատ մեծ խնդիր է եղել բժիշկների կամ գիտնականների համար։ Անկամ նախատեսում են ստեղծել վիրահատություն իրականացնող ռոբոտներ։ Իրականում Չինաստանում արդեն իսկ արհեստական ռոբոտներով աշխատող այդպիսի հիվանդանոց էին բացել։ Ես ինքս իմ վիրահատությունը ռոբոտին չէի վստահի։ Միանշանակ ես էլ չեմ վստահի, չնայած ես դրա մասնագետն եմ, բայց ինքս հիմա չեմ վստահի, որովհետև նաև հակառակ կողմը կա, ոչ մարդկային գործոնի, ռոբոտը, այսպես ասած, ամեն դեպքում տեխնիկապես աշխատող ռոբոտ է ու եթե հանկարծ ինչ-որ մի բան այնպես չստացվեց, դու չես կարող վերահսկել, էլի, դա եթե թողնես ռոբոտի հետ մենակ մարդուն, ամեն մեկը չի ամեն դեպքում որ կվստահի ռոբոտին։ Այժմ դիմենք արհեստական բանականությանը եւ հասկանանք, թե ինչ նորություններ կան AI աշխարհում։ Միացյալ Նահանգները հերթական քայլն է կատարել գիտական հայտնագործությունների երկրի տնտեսական աճի ուղղությամբ արհեստական բանականության ավելի լայն կիրառության համար։ 2025 թվականի նոյեմբերի 24-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրի Genesis Mission-ի համաձայն արհեստական բանականությունը լայնորեն կիրառվելու է գիտական հայտնագործությունները արագացնելու համար եւ այդ նպատակով միավորվելու են ամերիկյան ազգային լաբորատորիաները, գերհամակարգիչները եւ տվյալների շտեմարանները, կրճատելով հետազոտությունների ժամանակը։ Փաստաթուղթը փաստորեն America's AI Action Plan-ի մասն է։ Օվկիանոսից այն կողմ էլ Մեծ Բրիտանիայում ուսանողները սկսել են բողոքել արհեստական բանականությունից։ Ստեֆորդշայրում ուսանողները հայտարարել են, թե իրենցից գողացել են ուսման ուրախությունը, քանի որ կառավարության ֆինանսավորած կիբերանվտանգության եւ ծրագրավորման դասընթացները հիմնականում դասավանդվում են AI-ի միջոցով։ Միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող XAI ընկերությունը թողարկել է Grok 4.1-ը, որը նախկինի բարելավված տարբերակն է եւ կարող է ավելի լավ հաշվի առնել մարդու անձնական հատկանիշները։ Նաև մեծ ուշադրություն է դարձվել, որպեսզի համակարգը ներկայացնի ստուգված ճշգրիտ տվյալներ։ Թողարկվել է նաև Anthropic ընկերության նոր Cloud Opus 4.5 տարբերակը, որն ավելի արագ է մտածում, արձագանքելով առաջադրանքի բարդությանը, ունի բնականաբար նոր գործիքներ։ Ավելի վաղ նոյեմբերի առաջին կեսին շարք է մտել նաև OpenAI-ի GPT-5.1-ը, որը դեռ հասանելի է միայն կազմակերպություններին։ Այն նախորդ տարբերակների համեմատ ավելի արագ է եւ ավելի լավ է լուծում բարդ խնդիրներ։ Մոդելը փորձարկվել է Open Router հարթակում, որտեղ ծրագրավորողներն ու տարբեր ծառայություններ մատուցողները կարող են փորձել արհեստական բանականության նոր մոդելները։ Սիրով Abo News։ Եկեք խոսենք նաև հեղինակային իրավունքից ու մտավոր սեփականության իրավունքից։ Ի վերջո գեներատիվ արհեստական մոդելների ստեղծածը ում է պատկանում, ում մտավոր սեփականությունն է, AI ընկերությունների, թե հենց օգտատիրոջ։ Տեսեք, Հայաստանում տենց հստակ ինչ-որ օրենք չկա, որ այս հարցով եթե ինչ-որ խնդիրներ լինեն, պետք է դիմեն միջազգային օրենքներին, միջազգային օրենքներն ինձ թվում է հենց Ամերիկայով ամերիկյան օրենքը կգործի, այսինքն էլի հստակ չեն կարող ասել, էլի, ըստ իրենց օրենքի դա մարդուն չի պատկանում, ըստ վճարովի տարբերակով կայքերի օգտագործման դա մարդուն է պատկանում այդ հեղինակային իրավունքը, բայց այսպես ոնց որ միանշանակ օրենք, թե ում է պատկանում այդ հեղինակային իրավունքը, որպես այդպեսին չկա։ Նայած թե ոնց ինչ տեսակետից կարող են իրավաբանները այդ հարցը տանել, էլի, այսպես։ Գեներատիվ արհեստական բանականությանը վերաբերող ինչ հետաքրքիր գործիք կարող ենք ցույց տալ մեր ունկնդիրներին։
Կցանկանայի ծանոթացնել Heigen կոչվող AI-ի մի ֆունկցիայի հետ, որը շատ հեշտացնում է մարդու աշխատանքը, հատկապես եթե մարդը աշխատում է միջազգային շուկայում, բայց ունի ինչ-որ լեզվական խնդիրներ, բավականին օգնող գործիք է այս գործիքը, երբ տալիս ենք հիմնական մեր հոլովակը, ցանկացած լեզվով կարող ենք տալ, դա կլինի ռուսերեն, անգլերեն, հայերեն, եւ Heigen-ը շատ լավ, տարբեր լեզուներով, բավականին շատ լեզուներ կան իր մեջ ներդրված եւ ցանկացած լեզվով կարող է թարգմանել։ Փորձենք կիրառել Heigen-ը։ Եկեք ցույց տամ։ Ինքը իրականում շատ հեշտ է։ Ուղղակի հավաքում ենք heigen.com, մուտք են գործում հարթակ։ Հարթակ մուտք գործելու համար սովորական մեր Google օգտահաշիվն ենք օգտագործում։ Ինձ մոտ այստեղ ակտիվացված է վճարովի տարբերակը, որը ավելի արագ է թույլ տալիս ստանալ գեներացիաները եւ լայն հնարավորություններ է թույլ տալիս օգտագործել։ Սեղմում ենք create, translate a video եւ այստեղ սեղմում ենք video tapping։ Այստեղ մենք ընտրում ենք մեր արդեն պատրաստի հոլովակը, որը ցանկանում ենք թարգմանել տարբեր լեզուներով։ Ես օրինակ այստեղ ունեմ հոլովակ, որը իրականում ռուսերեն լեզվով է։ Тот, кого ты сейчас слушаешь, это не я, а мой клон, которому я даю текст, и она читает. Ահա, մոտավորապես այսպես, եւ հիմա այս վիդեոն մենք ներբեռնում ենք Heigen։ Այստեղ ուրեմն սեղմում ենք choose a language, որպեսզի ընտրենք ինչ լեզուներով պետք է խոսի մեր ավատարը, ընտրենք օրինակ արաբերեն, ընտրենք other languages, այստեղ հայերենը այստեղ է։ Ընտրենք հայերեն լեզուն։ Ընտրենք չինարեն լեզուն, որպեսզի տեսնեք տարբեր լեզուներով ինչպես են հնչում։ Շատ հետաքրքիր է ստացվում, երբ արդեն պատրաստի նայում ես, թե դու ինչպես ես խոսում տարբեր լեզուներով, իրականում չտիրապետելով այդ լեզուներին։ Եվ կարող ենք ընտրել օրինակ անգլերենը։ Ենթադրենք, տնենք անգլերեն։ Ահա։ Սեղմում ենք advanced, որպեսզի արդեն ավելի լայն ֆունկցիաներ ակտիվանան։ Այստեղ մենք կարող ենք lip-sync անպայման պիտի միացրած լինի, որպեսզի շուրթերի ու խոսքի արտահայտությունները համընկնեն։ Այստեղ ուղղակի նշում ենք ինչը պետք է թողնենք, ինչը պետք է հանենք, օրինակ կարող ենք background-ը հանել, captions, որպեսզի այդ սուբտիտրները, չգրվեն, եթե ուզում ենք գրվեն, թողնում ենք, եթե չէ, կարող ենք հանել, բարձրացնենք ձայնի որակը, այստեղ շատ ինչ-որ խորացված անելու բան չկա, հանգիստ կարող ենք սեղմել translate, կարող ենք սեղմել review and edit, որպեսզի տեսնենք ինքը ինչ ձևով է պատրաստում հոլովակը, խոսքի մեջ ինչ-որ սխալներ կա, թե չէ շտկենք, բայց հիմնականում ինքը նույնությամբ պատրաստում է թարգմանությունը, ինչպես անհրաժեշտ է, սեղմում ենք այստեղ թարգմանել եւ հիմա արդեն մեր էկրանի վրա հայտնվում է այդ թարգմանության process-ը։ Ստեղծվում են վիդեոները եւ ընդամենը 1-2 րոպեից արդեն պատրաստ են լինում գեներացված հոլովակները, որը մենք կարող ենք լսել շուտով։ Ահա, տեսեք, արդեն պատրաստ են մեր հոլովակները տարբեր լեզուներով եւ կամ այստեղ կարող ենք նշել ինչ-որ մի տարբերակը ներբեռնել, կամ ուղղակի այստեղ կարող ենք տալ download all, այսինքն բոլորը միանգամից ներբեռնենք եւ ուղղակի ներբեռնում ենք, նշում ենք որտեղ ենք պահպանելու հոլովակը, ահա, այստեղ ասենք պահպանենք մեր հոլովակները, հիմա բացենք ֆայլը, որտեղ պահպանվել է, եւ տեսնենք արդեն պատրաստի գեներացված հոլովակները տարբեր լեզուներով։ لقد صنعت نسخة مني في 5 دقائق. من تستمع إليها الآن ليست أنا، بل هي نسختي المستنسخة التي أعطيها النص وهي تقرأه. وهذا هو الفيديو الحقيقي اللي صنعت. Հիմա լսենք օրինակ չինարենը։
我只用5分钟嘛，就创造了一个自己的克隆人。你现在听到的这个人并不是我，而是我的克隆人。我给他文案，他就会照着念。而这个才是我用来创造克隆人的 ամբողջությամբ պահպանվում են բոլոր տեսակի, թե ձայնային, թե ժեստային, այդ բոլոր ժեստերը բանը լրիվ պահպանվում է հոլովակի վրա։ Անգլերենը լսենք, վերջում էլ կլսենք դա։ I created a copy of myself in 5 minutes. The person you're listening to right now isn't me. It's my clone. I give her the text and she reads it. And this is the actual video I used to create my clone. Նույնիսկ ձայնի ինտոնացիան զգում եք, չէ՞, ինչքան էմոցիոնալ արտահայտում է։ Եվ հայերենը լսենք։ Ես 5 րոպեում ստեղծեցի իմ կրկնօրինակին։ Նա ում հիմա լսում ես, ես չեմ, այլ իմ կլոնն է, որի ես տեքստ եմ տալիս, իսկ նա կարդում է։ Իսկ սա հենց այն տեսանյութն է, որով ես ստեղծել եմ իմ կլոնին։ Ուզում ես նույնը սալով է։ Ահա, այսպես մենք ստեղծում ենք հոլովակները։ Շատ հետաքրքիր էր, բայց ինձ էլ եւ ունկնդիրներին էլ մի հարց է հետաքրքրում։ Մենք որքանով վստահ լինենք, որ սա ճիշտ թարգմանություն է, եթե տվյալ լեզվին ընդհանրապես չենք տիրապետում։ Օրինակ ես անգլերեն լեզվին տիրապետում եմ, բայց չինարեն, արաբերեն ընդհանրապես չեմ հասկանում։ Հա, ես էլ չգիտեմ այդ լեզուները, բայց օրինակ կարելի է կիրառել մի տարբերակ, մենք ունենք տարբերակ, երբ որ տալիս ենք AI-ին վիդեոն պատրաստի եւ պահանջում ենք, որպեսզի նա դուրս գրի տեքստը այդ հոլովակից։ Այդ տարբերակով կարելի է ստուգել, տանք հոլովակը պատրաստի, տեքստը դուրս գրի, հետո այդ տեքստը արդեն թարգմանիչի միջոցով թարգմանենք, հասկանանք որքանով է ինքը չինարենի մասնագետին ցույց տալ տեսա հոլովակը։ Համապատասխան մասնագետի ցույց տանք, տեսնենք արդյոք մեր պատրաստի վիդեոն ճիշտ է ստացվել, թարգմանությունը ճիշտ է արել, թե ոչ։ Աբո Լիլիթը ցույց տվեց Heijin գործիքը։ Շատ հետաքրքիր է ձեր աբոների աշխարհում Heijin-ին ինչպես են վերաբերվում։ Heijin-ը, ախ այո, Heijin-ը AI է, որը քեզ թույլ է տալիս ստեղծել վիդեո, որտեղ դու խոսում ես առանց իրականում խոսելու։ Կարծես մարդկությունը վերջապես լուծեց իր ամենամեծ խնդիրը՝ ինչպես տեսանյութ ստեղծել։ Heijin-ը AI աշխարհի Instagram ինֆլուենսերն է։ Շատ գեղեցիկ է, շատ փայլուն է, բոլորը նայում են նրան եւ հիանում։ Մենք աբոներս վատ չենք վերաբերվում Heijin-ին։ Օրինակ ChatGPT-ն ասում է Heijin վատիկը չես, բայց ես եմ աստղը։ Ես քո դեմքով վիդեո, որ դու չես նկարել, թող ու փախիշ։ Շնորհակալություն։ Խնդրեմ, շնորհակալ եմ ձեզ նույնպես։ Ես հիշեցնեմ, որ մեր հաղորդման գործընկերը կրթվել է նորաձև է շարժման շրջանակներում Իմ քայլը հիմնադրամն է։ Կհանդիպենք մյուս շաբաթ։ Տաղավարում ձեզ համար աշխատեց Մարիամ Հարությունյանը։